Ողջույն սիրելի հեռուստադիտող, եթերում կրկին լույս հաղորդաշարն է, իսկ այս անգամ մենք հյուրընկալել ենք Գեղամա Աշխարհ թերթի խմբագիր պարոն Խոսրով Խլղացյանին։ Բարև ձեզ, պարոն Խլղացյան, շատ ուրախ ենք, որ ցանկացաք մեր հաղորդաշարին ներկայանալ եւ հարցազրույց տալ, եւ առաջին հարցը, որ ուզում եմ ձեզ տալ, հետեւյալն է։ Պարոն Խլղացյան, կխնդրեմ պատմեք, թե ինչպես սկսվեց ձեր ճանապարհը դեպի ազգային արժեքների, հոգևոր ժառանգության եւ մշակույթի ուսումնասիրությունը։ Շատ շնորհակալություն։ Դա գալիս է իմ հեռավոր մանկությունից, որովհետեւ ես մեծացել եմ գյուղաշխարհում, թեև անունը Մարտունի քաղաք է, բայց ինքը իր այսպես ասած հավաքական ամբողջությամբ եւ հատկապես այդ տարիներին 1960-70-ական թվականներին ինքը շատ ավելի գյուղական միջավայր էր եւ հետաքրքիր է, որ այդ գյուղական միջավայրում այնպիսի ասացողներ կային, ովքեր պատմում էին, հոդաներ էին կոչվում այդ հավաքատեղիները, եւ մի քանի ասացողներ կային, ովքեր ժամերով պատմում էին հեքիաթներ եւ այդ հեքիաթները ինձ գրավում էին, անգամ Սասունցի Դավիթ էպոսի ճյուղերից էին պատմում, խաղեր էին կազմակերպում ազգային, ճուկ էին խաղում, շախմատ էին խաղում եւ այդ պահերից սկսած ես այսպես ասած ինձ ձգեց այդ կողմը, հաջորդը ինձ սկսեց տարիների ընթացքում ձգել մեր վանքերն ու եկեղեցիները, մեր մատուռները, այդ թվականներին աթեիզմը իշխող էր, խորհրդայնության գաղափարախոսության մեջ, աստվածամերժությունը, սակայն ժողովուրդն ինքնաբուխ գնում էր իր սրբավայրեր, ամեն մի տոների, եկեղեցական տոների ժամանակ ժողովուրդը կամ դրանից դուրս ժողովուրդը գնում էր սրբավայրեր, այդ սրբավայրերը հիմնականում բարձունքների վրա էին, նույնիսկ եւ ոտքով ճանապարհ էին կտրում, մոմ էին վառում, խոնարհվում, եւ գուցե այդ պահից էլ սկսած ես հասկացա, որ դրանք եւ քրիստոնեական արժեքներ են, դրանցից դուրս նաեւ ազգային արժեքներ են, որոնց մեր ժողովուրդը սիրել ու փայփայել է, այսպես։ Դուք ներկայացնում եք բազմաթիվ խաչքարեր, եկեղեցիներ, մատուռներ։ Ինչն է ձեզ ամենաշատը ձգում այդ քարեղեն վկայություններում։ Էլի ազգային արժեքը, ազգի ձայնը, ազգի ոգին։ Այդ ամենը կրում են իրենց մեջ մեր անցյալի պատմությունը, մեր թողած փառքը։ Եվ պատկերացրեք, ես մենակ Գեղարքունիքի մարզով չէ, նաև այս վերջին տարիներին անցնում եմ Հայաստանի բոլոր ճանապարհներով եւ Արցախ աշխարհում եմ անցել ու չկա այդպիսի մի ուշարձան, որ ինձ չհուզի, ինձ չքաշի, ինձ չձգի։ Ընդ որում այդ ուշարձանները ոչ միայն քրիստոնեական արժեքների տեսքով են, այլ նաև էթանոսական արժեքների տեսքով են։ Ես ասեմ, որ մեր տարածքում շատ էթանոսական արժեքներ կան, պարզապես դրանք պիտի հանրահռչակվեն։ Շատ մասն էլ երևի օղի տակ են հալված, բայց այն, որ հազարամյակների խորքից այդ բոլորը գալիս են ու այսպես շղթայական իրար շարունակում են, ապա հենց դա ասում է, որ ամեն մի հայ պիտի կապվի այդ արժեքներ։ Այսօր թշնամին մեզ մենակ զենքով չէ, որ ուզում է ոչնչացնել։ Մեր թշնամիները մեզ ուզում են առաջին հերթին ոչնչացնել այս արժեքներով, դրա համար սեփականացնում են, ջնջում են, ընդհանրապես ուզում են, որ չլինի դա, այդ որ ասում են ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, որ ասում են պիտի այսպես համամարտկային լինի առաջնային ոչ ազգային, մենք գիտենք, որ առանց ազգայինի համամարտկային չի կարող լինել, առաջինը ինքդ պիտի պաշտպանես քո ինքնությունը, հետո անցնես առաջ։ Եվ ես շատ եմ հիացած այս խաչքարերի ոչ այնքան բազմությամբ, որքան բազմազանությամբ։
որովհետև ինչն է հետաքրքիր, ասենք մեր մարզում երևի թե մոտ 6000-ի մոտ խաչքար կա, որում մարզի արևելքից, արևմուտքից, հյուսիսից, հարավից բոլորը կան, անգամ խաչքարի դաշտեր կան, որտեղ խաչքարերի մեծ մասը արդեն ուղղածածկ են, անգամ ազի մի մասն է երևում ու դրանք էլ որ բացես գուցե այդ քանակը կրկնապատկվի կամ եռապատկվի։ Եվ ինչն է հետաքրքիր, որ այդ խաչքարերից ոչ մեկը մյուսին չի կրկնում իր նմանությամբ, իրենք պարտադիր ինչ-որ մի գծով, ինչ-որ մի տեսքով իրենք տարբերվում են։ Վանքերի առումով, ասենք ճարտարապետական իրենց տեսքը նման չեն, անպայման էլի ինչ-որ միտեղ ինչ-որ մի բան տեսնում ես, որ դու գտնվում ես տարբեր տեղերում։ Այս վերջերս ես եղա Ռուսաստանի Դաշնությունում, եղա Կալուգա քաղաքում եւ այդ քաղաքը հարյուրից ավելի եկեղեցի ուներ, ես մի 5-6-ը հասցրի այցելել, ինքը գեղեցիկ է, ասենք, լավ կահավորված բան, բայց բոլորը ճարտարապետական տեսքի ոճի մեջ են։ Քեզ թվում է, որ մի տեղ եղար, արդեն այնտեղ չես կարող մնալ։ Իսկ եթե դու մտնես Գավառի Սուրբ Աստվածածին, այնտեղից գնաս Առնեղի եկեղեցի Ացառատի, այնտեղից գնաս Այրավանք, Այրավանքից գնաս Նորատուզ, Նորատուզի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, այնտեղից Կոթավանք ներքին Գետաշեն, այնտեղից Մաքենիս, Արծվանի Ստիվանևան, կտեսնես, որ բոլոր տեղերում ինչ-որ բան պարտադիր տարբեր է, բազմազան եւ ավելի շքեղ, ավելի գեղեցիկ, մեկը մյուսին չկրկնում։ Ու էսա որ մենք պիտի սա համարենք մեր ամենամեծ ժառանգությունն ու գանձը եւ աչքի լույսի պես պահպանենք։ Ես համամիտ եմ ձեզ հետ։ Դուք նշեցիք, որ վերջերս նաև բացի Գեղարքունիքի մարզից այցելել եք տարբեր բնակավայրեր, Հայաստանի տարբեր մարզեր, ուսումնասիրելու համար եկեղեցիները, մատուռները, սրբավայրերը, եւ մենք տեսնում ենք նաև ձեր Facebook-յան էջում ինչպիսի գեղեցկությամբ, հաճելի տրամաբանական շարունակությամբ ներկայացնում եք այդ մատուռները, եկեղեցիները, դրանց մասին պատմելով հանրությանը։ Այն ինչպես եք ընտրում։ Ես շնորհակալ եմ Գավառ քաղաքի բնակիչ Անասեր Թաթուլ Տոնոյան, հաշդարակտուրի ղեկավար, ով անգիր ճանաչում է այդ բոլոր տեղերը եւ բոլոր ճանապարհներով տանում է, իր մեքենան տանում է, անցած տարի եղանք Տավուշի մարզում եւ այնպեսի ճանապարհներով էր տանում անտառների միջով, ցեխերի միջով ես ապշած էի իր նվիրվածության վրա ու ինքը հենց դառնում է ուղեցույցը, ասենք Տաթևի վանք են գնացել, ասենք Վայոց ձորի Օրբելյանների պալատ են գնացել, Ցախածքար են գնացել, Պռոշաբերդ, Սմբատաբերդ ու շարունակելու ենք այդ երթուղին, ու ինձ թվում է, հա, Արագածոտնի մարզ են գնացել, Պահլավունիների Ամբերտ ամրոց, Արշակունիների դամբարան, Հովանավանք, Սուրբ Սարգիս, եկեղեցի եւ բազմաթիվ այլ տեղեր, սակայն շատ տեղեր կա գնալու, մենք Շիրակի մարզ պիտի գնանք, Լոռու մարզ պիտի գնանք եւ բազմաթիվ տեղեր ու այս բոլորը պիտի անհրաժարչակենք։ Հիմա չգիտեմ, իմ ծանոթի տալացի ենագետ Ռաֆայելը Բիշյանը մի օր պեղումների ժամանակ ինձ արձազրույց տալիս, որ այսպեսի միտք ընչեցրեց, ափսոս որ գիտությունը երկար է, կյանքը կարճ։ Հիմա ափսոս որ գիտությունը երկար է, կյանքը կարճ է, ինչքան կհասցնենք, բայց այդ առաքելությունը պիտի մենք անենք եւ այս վերջերս նաեւ կարողացել ենք Գեղամաշխարհ թերթը էլեկտրոնային տարբերակը ստեղծել, որ հասանելի լինի աշխարհի բոլոր ծայրերում ապրող մեր հայրենակիցներին եւ այդ արժեքները ներարկենք ու ինձ թվում է այդ գործարած կլինի։ Այո, դուք խոսեցիք նաև Գեղամաթերթի մասին, որպես Գեղամաթերթի խմբագիր, ինչ դեր է թերթը կատարում ազգային ինքնության պահպանման եւ արժեքների փոխանցման գործում։ Դե շուտով մեր թերթը կդառնա 30 տարեկան։ Այդ թերթում հեսա տեսնում եք 500 620-30 համար արդեն տպագրել ենք 8
էջով, երկու մամուլ ծավալով, լայնորեն անդրադարձել ենք մեր մարզի ամեն մի բնակավայրի պատմությանը, մարդկանց, ստեղծագործողներին, հողի աշխատավորներին, ազատամարտիկներին, հնագիտական բոլոր պեղումները զետեղվել են մեր թերթում, բոլոր բացահայտումները դրվել են, դրվում են ու այսպես մենք շարունակում ենք, մենք կենսագրում ենք ու մեզ երբեմն թվում է, թե ահա մոտենում ենք մեր ավարտին, բայց տեսնում ենք, որ ոչ, կյանքը ինքը մի կողմից շարունակվում է, մի կողմից թեքվում ես դեպի հազարամյակների պատմությունն ու տեսնում ես, որ ամեն մի անկյալ, ամեն մի մետրի վրա բան կա բացահայտել, որ պիտի շարունակես ֆիքսել, արձանագրել եւ փոխանցել գալիք սերունդներին։ Եվ ինձ թվում է մեր բոլոր ընթերցողները դաստիարակվել են, sense ներշնչվել են այդ այրենասիրությամբ, կրել են, տեսել են, երեք հենց պատահաբար Վաղաշենում մեկին հանդիպեցի, Արմեն Հունանյան անունազգանով, առաջին անգամ էինք հանդիպում եւ ինքը այնքան երջանկացած էր զգում իրեն, այնքան հպարտացած, որ Գեղամ Աշխարհ թերթի խմբագրի հետ ինքը մտել է շփումների մեջ եւ լուսանկարվեցին, տեսել այսօր հրապարակեցի։ Ես էլ տեսել եմ։ Եվ այդպիսի դեպքեր էլի են եղել, որ հենց պատահական մարդիկ հանդիպել են, ողջունել են եւ սա ինձ համար եղել է ամենամեծ պարգևն ու շքանշանը։ Մնացածն արդեն երկրորդական է։ Այո, պարոն Խելղայցյան, իսկապես պատվաբեր է ձեր կողքին նստել եւ անգամ հարցազրույց Շնորհակալություն։ Եվ պետք է նշել, որ դուք նաև ստեղծագործող եք, ունեք հրատարակված գրքեր, որոնք կարդալուց, մասնավորապես չափածո ստեղծագործություններում տեսնում ենք այն գեղեցկությունը յուրաքանչյուր գյուղատնտեսական ինչ-որ բաների վերաբերյալ, կլինի քամին, հողը, ջուր, ամեն ինչին դուք այնքան յուրօրինակ եք ներկայացնում, որ սենց իսկապես խորապես սուզվում ես այդ ստեղծագործության մեջ եւ ձեր ստեղծագործություններում նաև հաճախ զգացվում է հավատքի շունչը։ Ինչն է ձեզ համար քրիստոնեական արժեքների հիմնական ուժը։ Մի քիչ վերջին հարցը բարդ էր։ Գիտեք, քրիստոնյա լինելն էլ հպարտություն է, քրիստոնյա լինելն էլ էություն ու պարծանք է, որտեղ դու քո օգում իրոք կրում ես այդ արժեքները։ Ի վերջո ինչ է ասում քրիստոնեությունը։ Քրիստոնեությունն ասում է մի սպանիր, մի գողանար, մի շնանար, մի ցանկա քո հարևանին մեծվածքը աչք մի դիր, մի ցանկացիր դիմացին այն ինչ քեզ չես ցանկանում, այս բոլորը հազարամյակների խորքից մարդկությունն իր հետ բերել է։ Այլ խնդիր է, որ մարդկային կյանքն ուղեկցվել է ատելությամբ, պատերազմներով, բայց ի վերջո այն որ նույնիսկ անգամ ներելու գաղափարը, որ խորանում ես իր մեջ, այո, ասենք թշնամուն ներես, թե չներես, եւ ինչու թշնամուն։ Նաև մերձավորիդ պիտի ներես, չէ՞ որ ապրում ես եւ այսինքն հոգով ուժեղ մարդը կարող է ներել, հոգով ուժեղ մարդը կարող է սիրել, հոգով ուժեղ մարդը կարող է տիրել, հոգով ուժեղ մարդը կարող է ծառայել, խղճով մարդը կարող է ինչ-որ բան տալ շրջապատին, նվիրված մարդը կարող է սերմեր ցանել այս հողի վրա։ Ինձ թվում է սրանք են քրիստոնեական արժեքները։ Երբեմն երբ որ խոսք է գնում այս հավատքի մասին կամ այս կրոնավորի այս վարքը ես միշտ ասել եմ եւ ասում եմ, ես շատ եմ հարգում մեր եկեղեցու այրերին, շատ պատկառելի մարդիկ կան, բայց այդուհանդերձ ես մի բան եմ ասում եւ իրենց էլ եմ ուղղացում, որ Աստծուն հավատալու համար հենց միջնորդ պետք չէ։ Ճիշտ։ Ես ընդունում եմ նրանց որպես սովորական մարդիկ, որպես լավ մարդիկ, որպես Աստծո խոսք քարոզող մարդիկ։ Հիմա չգիտեմ, ես իմ խոսքը այն որ քարոզում եմ, դա էլ համարում եմ Աստծո խոսք։ Որ եթե չեմ կարող աղոտ գրափարյան լեզվի աղոթքով հասցնել ժողովրդին, ես իմ ճանապարհով հենց այդ արժեքները փորձում եւ ազգային արժեքներն եմ դնում դրանց մեջ։ Ու հենց
դա է, որ բերում է մարդուն իսկական հավատքի եւ իսկականայը պիտի ամուր կանգնած լինի այդ հավատին։ Ես ուղղակի հացած եմ, շատ հրաշալի պատգամներ։ Իսկ պարոն Խլղացյան, ինչպես է գնահատում ժամանակակից երիտասարդության վերաբերմունքը ազգային եւ հոգեվոր արժեքների նկատմամբ։ Այսօր այս ժամանակակից երիտասարդությունը ապրում է իր ժամանակը։ Իսկ այդ ժամանակը պիտի կարողանաս այդ ինչ որտեղ հասկանալ։ Այն որ մենք այն թվերին երիտասարդ էինք կամ մանուկ էինք, նա մի ուրիշ աշխարհ էր եւ սա բոլորովին այլ աշխարհ է, ինչու, որովհետեւ այս աշխարհը արագացել է։ Այսօր դժվար է, ասենք երիտասարդն ինքը ավելի շատ խրվում է գիտության ոլորտ։ Կամա թե ակամա այս բարձր տեխնոլոգիաները անգամ դպրոց չգնացած երեխաներին արդեն տարել են, արդեն տանում են, ասենք այն մտածողությունը, որ ունի ինքը, իր ուղեղն արդեն արագ մտածող ուղեղ է։ Այլ հարց է, թե այդ արագ մտածող ուղեղը որքանով է կարողանում վերցնել։ Հիմա ես համոզված եմ, որ մենք ունենք շատ ավելի մտածող, զարգացած հրաշալի սերունդ։ Այդ ինչքան էլ ասենք վատ են, ասենց անտարբեր են, բայց այդպես չի, որ բոլորն են այդպիսին։ Միշտ էլ զատվել են, միշտ էլ զատվում են իրարից։ Այդ 14-ը ասենց դեպքում ենք համադրում իրար կողքի, բայց ինձ թվում է, որ ասենք այդ ազգային գաղափարները հավերժեն, այնպես ինչպես Մաշտոցյան այբուբենը, այնպես ինչպես այս քարերին դաջված այս զարդեր մուխաչ քարերը, մեր գորգերը, մեր հայկականը, մեր երգը, մեր պարը, այս լեզուն, այս ամենը իրենք հավերժական են։ Ու չկա որևէ սերունդ, որ կարողանա դրանց կողքով այնպես անցնել ու գնալ։ Այդ ինչպես հարազատ ծնողն ու հայրն ու մայրը իրենք քաշելու են։ Ճիշտ եք։ Իսկ ո՞րն է ձեր ապագա նպատակը որպես մշակույթի գործիչ, ստեղծագործող եւ խմբագիր։ Շնորհակալ եմ։ Ես այդ որ բնորոշում եք որպես գրող, որպես բանաստեղծ, որպես հրապարակախոս, ես ներքուստ եւ ուրախանում եմ, որ ճիշտ եք հասկացել։ Շատ լավ եք հասկացել։ Ու գիտեմ, որ շատ շատերը կան հասկացում։ Եվ գիտեմ, որ անտարբեր անցնողներ էլ կան, բայց էականը դա կարևոր չէ։ Կարևորն այն է, որ ես ունեմ իմ նպատակը, երազանքը եւ ճանապարհը։ Ով կծափի, ով չծափի, ով կդավի, ով ուրախանա, դրանք էական չեն, ես գնում եմ իմ ճանապարհով, ես ստեղծում եմ իմ գրականություն։ Մինչև հիմա 2 գիրք եմ հրատարակել, բայց նայեք այս հերթերի կույտին եւ կտեսնեք, որ այդ բոլորը ապագայի գրքերն են, քանի որ պատրաստ են եւ ցանկացած դեպքում պարզապես ժամանակ չի մնում զբաղվելու գրքերով, բայց առաջիկայում ծրագրում եմ մոտավորապես 10-12 գիրք, ասենք մի ուղղությունը հնագիտական ուղղություններն են, հեն արժիքները, որ պետք է տամ ես գրքին, տվել եմ թերթին, բայց տամ գրքին։ Մի ուղղություն կա ֆիդայական շարժման արձագանքները հայ գրականության մեջ, որտեղ վերլուծվել են Ռուբեն Տեր-Մինասյան, Խաչիկ Դաշտեն, Սավետիք Իսահակյանի Հայդուկի երգեր, Մուշել Գալշոյան, հսկայածավալ գործ է, որ կարող է դառնալ 2 հատոր գիրք ու ընդ որում ընդհատեցի Արցախյան պատերազմից հետո, որովհետև շատ գրողներ կան, որոնց անդրադառնաս, այնտեղ մի գիրքը, ասենք, կարող է լինել Արցախյան նոթեր ուղևորությունները, մի գիրք կարող է լինել հրապարակախոսական հոդվածները, մի գիրք կարող է լինել չափածո ստեղծագործությունները, մեկ չափածո գիրք ես տպագրել եմ, բայց նրանից հետո ահագին բան է փոխվել ու այն լրագրական եւ գրական աշխատանքը շարունակել է ու երբեք ես ինձ տարիք առաջ չեմ զգում, իմ տարիքը չեմ զգում, հակառակը ինչքան գնում, այնքան լցվում եմ եռանդով ավյունով, որովհետև հասկանում եմ, որ
ահռելի ժամանակ է պետք այսքանը փաստագրելու, գրելու, ուզերն արտահայտելու եւ մարդկանց գիր ու միտք ու մշակույթ տալու համար։ Ես շատ ուրախ եմ եւ ցանկանում եմ, որ ձեր բոլոր նպատակներն իրագործվեն ապագայում։ Եվ վերջին հարցը, որ կցանկանամ ձեզ տալ, ինչ պատկան կփոխանցեք մեզ դիտողներին հավատով եւ հայրենասիրությամբ ապրելու համար։ Իմ պատգամը իմ հայրենակիցներին ապրեք առանց նախանձի, ներդաշնակ, ապրեք սիրով, ապրեք իրար հարգելով, ապրեք աշխատելով եւ ստեղծելով, որովհետեւ ինչքան էլ ստեղծես, ելի աշխարհում ստեղծելու տեղ կա։ Այ որ սկսես քանդել, մի պահ կգա, որ էլ արդեն քանդելու բան չմնա, որ քանդեք։ Դուք փորձեք ստեղծել, փորձեք սիրել, փորձեք նվիրվել, փորձեք ձեր կողքի մարդուն հանել նեղությունից, ավելի շատ մտածեք ձեր շրջապատի, քան թե ձեր բարեկեցության մասին, եւ ամեն ինչ Աստված հետ կբերի ձեր դեմ։ Ջրի նման, ջուրը ոնց է, ջուրը գոլորշանում է, պտտվում է, բայց նորից վերադառնում է, տալու էլի ջուրը տալիս է, մարդուն անverջ անսպառ տալիս է, փոխակերպվելով տարբեր ձևերի, վերջում ինքը ջուրն է, որ մարդու համար անհրաժեշտ է, օդը, լույսը, ջուրը, այդպես փորձեք այդպես նվիրվել եւ մեր հայրենիքը կլինի միշտ պաշտպանված, միշտ կանգուն ու միշտ շնորհ։ Պարոն Խլղացյան, անչափ շնորհակալ եմ, շատ հաճելի հարցազրույց էր եւ ես լիահույս եմ, որ մեզ դիտողները մեծ բաներ կվերցնեն եւ կսովորեն այս հարցազրույցից։ Ես էլ եմ լիահույս, ես շնորհավորում եմ ձեզ, ես շատ ուրախ եմ, որ այս հարթակը ստեղծել եք եւ այս հարթակն ինչ որտեղ օգնելու կգա։ Մեր այն որ մենք գրեթե նույն գործառույթն ենք անում, նույն նպատակներն ու երազանքներն ունենք, եւ ինձ թվում է, որ շատ մեծ գործ եք անում, ես էլ եմ ողջունում եւ միշտ կլինեմ ձեր կողքին։ Շնորհակալ եմ։ Դե ինձ սիրելի հեռուստադիտող, եթերում լույս հաղորդաշարներ, կհանդիպենք։